ժողովուրդը պետք է լսի այն մարդկանց, ովքեր այս իրավիճակներից հասկանում են եւ ուզում են փոխել այս իրավիճակը, պետք է գնա այն գաղափարական ուժերից, որոնք ժողովրդին միավորում են, օրինակ տեսեք Լարմաս գաղափարախոսությունը, ինքը գաղափարախոսությունը, որը միավորում է հասարակությանը, մեր ժողովրդին միավորում է աշխարհի տարբեր ծայրերում, շատ ակտիվ Լարմասը հիմա գործում է արտասահմանում, որովհետեւ այնտեղ էլի հայությունը ցիրուցան վիճակում է, ոչ մի աշխատանք չի արվում ընդհանուր հայկական բանը պահելու համար, ընդհակառակ այս տարաձայնությունները շատ վարպետորեն տեղափոխում են Սփյուռք, Սփյուռքում սկսում է տարանջատումները, ուղիղ հակառակը պետք է անել։ Լարմասի գաղափարը նրանում է, որ Սփյուռքում ապրող հայությունը բոլորը ծառայեն մի նպատակի, մեր ազգային գաղափարներին համար, մեր ազգային գաղափարախոսությունը ձևավորեն, եւ երբ որ մարդը զգում է իրան հայ մարդը պետք է ծառայի Լարմասի գաղափարին, որպեսզի այս գաղափարը հաջողություն ունենա, այդ մեր ազգի գաղափարն այդ ոչ մեկինը չի։ Մեր ազգի հաջողության հասնելու ճանապարհն է եւ պետք է դրա մասին խոսել։ Պետք չի են բացասական բաները բերել ասպարեզ, այլ հակառակը պետք է դրականը բերել։